Շնորհակալ եմ, պարոն փոխոսնակ։ Պարոն Դանիելյան, ստեղից կանգնել թերությունների մասին խոսալով չէ։ Ես ամեն անգամ ասում եմ, երբ որ դաշնակցությունը այստեղից ելույթ է ունենում, մի հատ ամենասկզբում ինքը իրան պետք է հաշիվ տա, կամ դուք Քոչարյանական եք, կամ Քոչարյանը դաշնակցական է։ Բայց ցանկացած դեպքում դա արդեն ձեզ զրկում է ընդհանրապես խոսել նմանատիպ բաներից, բայց մինչև մանավանդ Տիկին Գյուրեղյանին ես մտածում էի, թե աշակերտների ներկայությունը գոնե իրան մի քիչ էթիկայի դաշտ կբերի չբերեց, հետո կանդրադառնամ, սկզբից պարոն Հովակիմյան, գիտեք էլ ինչն է խոսում նրա մասին, որ մենք 18-ից հետո կարողանում ենք ընտրություններ անցկացնել ու անցկացնել բոլոր պահանջներին համապատասխան, որովհետև Տիկին Թագուհի Թովմասյանը, ուրեմն որպեսի անհավասարության, որպեսի ոչ մրցակցային ընտրությունների իբր հիմնավորում բերի, ու շատ հատուկ գրել եմ, որ ցիտեմ էլի, ասում է հանդիպումների ժամանակ պետական միջոցներով կատարված աշխատանքները ներկայացնում են որպես իրենց հիմնական գործունեության արդյունք, ասում են նախարարները պետական փողերով արած աշխատանքները ներկայացնում են որպես իրենց գործունեության արդյունք, այս է անհավասար պայմանը, հասկանում եք, այսինքն սա երկու բանի հետևանք է, որ մարդը ձևակերպումն անում է ու ասում է սա անհավասարություն է եւ այլն, մեկը նրա համար, որ իր նոր գործընկերների ժամանակաշրջանում, այո, պետական միջոցները երբևէ չէր ծախսվում հանրային բարիք ստեղծելու, նախարարների աշխատանքները չէր գնահատվում դրանով, այսինքն եթե հույսը մնար, թե նախարարները ինչ աշխատանքներ են արել պետական միջոցներով ու ժողովուրդը դա գնահատեր, իրանք կհավաքեին նույնքան ձայն, ինչքան հավաքում են հիմա, այլ դրա փոխարեն իրանց օլիգարխ տեխնացուները ամեն մեկը մի հատ տարածք վերցնում էր սեփական գրպանից, լավ էլ հիշում են Շմայսի անունը տվեցին, տենց ասֆալտ անող գյադեքին կանչում էին, ամենայն հարգանքով ասֆալտ անողների նկատմամբ, ես ուզում եմ ցույց տամ, թե ինչ անհարգալից էին խոսում իրենք աշխատավոր մարդկանց մասին, տենց գալիս էին ամեն մեկը միտեղ իր գրպանից ասֆալտ էր անում, բան էր անում, ու դա էր կոչվում քարոզարշավ, էլի ամեն մեկը իր տեղը ուներ։ Բայց խոսում է Գառնիկ Դանիելյանը ու Թագուհի Թովմասյանը մյուս անհավասարության մասից խոսալուց, խոսում է խոստումներից, այսինքն խոստումներ ոչ թե անհատին տված, այստեղ էլ չեն կարողանում պատկերացնել որտեղ է իրականում խոստումը որպես կաշառք եւ որտեղ է պետական բանը თუ ընտրական ծրագիրը, այսպես ասած, նախընտրական ծրագիրը սկսվում։ Այսինքն ինչ եք ուզում եք իշխող կուսակցությունը կամ նույնիսկ ոչ իշխող կուսակցություն չասի թե ընտրվելու դեպքում ինքը ինչեր է պատրաստվում անի լուրջ, բայց այդ դեպքում այդ 0% հարկում, չգիտեմ ինչ 300,000 աշխատատեղ, սենց ուժեղ տղեկ, ուժեղ պետություն, բան, բայց այդ դրանք ինչ են, դրանք ընտրակաշառք են թե ինչ են։ Այսինքն այս մարդիկ իրական պատկերացում էլ չունեն ընդհանրապես ընտրությունները ինչի մասն է, որն է ընտրակաշառք եւ որն է խոստում, որն է նախընտրական ծրագիր, որը իմիջիայլոց իշխանության դեպքում մենք հիմնավորում ենք, որ մենք դա պատրաստում ենք անենք, օրինակ եթե մենք ասում ենք, որ 2027-ին եւս գործելու է դպրոցաշինությունը, մենք դրա հիմքերն ունենք, որտեղ մենք ցույց ենք տվել, թե ինչքան դպրոց են կարողանում կառուցել։ Մյուս բանը, որ դժվար են երևի հասկանում մեր գործընկերները, դա որ հա, հարգելիներս իշխող կուսակցությունը ընդհանրապես ունի եւ առավելություն եւ թերություն մնացած ուժերի հետ նախընտրական պայքարում, ինչ նկատի ունեմ, իշխող կուսակցության աշխատանքները երևացող է եւ գնահատելի է, դա միայն դրականի մասին չի խոսում, այդ ինչի երբ որ մեր արարքները մինչեւ ընտրություններ մի բան, որ պակաս արվե կամ բան դու կարաք օգտագործեք նախընտրական քարոզարշավի տեսքով, բայց երբ որ մենք գնում ենք մեր աշխատանքն ենք ներկայացնում, դա արդեն դուրս է գալիս անհավասար պայմաններ, այդ նույն առավելությունը իմիջիայլոց ունեն խորհրդարանական ընդդիմությունը, արտախորհրդարանական ընդդիմության հանդեպ, բայց դա նաև ինչպես նորից եմ կրկնում դա թերություն է, ու այդ թերությունը իմիջիայլոց այդ արտախորհրդարանական առավելությունը, որ դուք խոշորացույցի տակ եք ժողովրդի կողմից, ի վնաս ձեզ գործեց, ի վնաս Թագուհի Թովմասյանի նոր ընկերներին, նրանք 5 տարվա ընթացքում մսխեցին այն մի քանի տոկոսը, որ ունեին իրական ընտրությունների արդյունքում։ Այս սրա մասին է խոսքը ոչ թե անհավասար պայմանների։ Անհավասար պայմաններ էր օրինակ ձեր գործընկերների
Սերժի ժամանակ, երբ որ հմեկով նայեք եթերները ավելի շատ ում էր տրամադրվում, ինչքան ժամանակ էր նախընտրական փուլում տրամադրվում իշխանական կուսակցություններին եւ նրանց աֆիլիացված անձանց եւ ինչքան ժամանակ էր տրամադրվում ընդդիմություններին։ Պարոն Դանիելյանը դպրոցի հետ կապված դեպք ուզեց, դուք կրթական ոլորտը ընդհանրապես նախարարությունը համարյա մեծամասամբ կառավարվել է դաշնակցության կողմից, առնվազն այդ փուլում Բանգլադեշում իմ համար աչք էր ծակում ՕԵԿ-ի կուսակցական գրասենյակը, որը մանկապարտեզի մի թևն էր զբաղեցնում, կարակ սա որպես օրինակ վերցնեք։ Հիմա ինչ վերաբերում է Տիկին Գյուղեղյանին, մի տեսակ չեմ էլ ուզում շատ հատ անդրադառնամ, բայց Տիկին Գյուղեղյան սահմանադրությունից խոսելուց հիշեք, որ ձեր առաջնորդը սահմանադրական դատարանի պահանջը չէր կատարում։ Խոսելուց ազգայնականությունից եւ այլն հիշեք, որ ձեր 3 դուստր կուսակցություններով, որ եկել եք ու մասնակցում եք քույր կուսակցություններով ընտրություններին, 3-ի առաջնորդներն էլ չեն տիրապետում նորմալ գրական հայերենին ու խոսում եք ազգայնականներից։ Վախերի մասին եք խոսում, բայց մի հատ կողմնորոշվեք։ Դանիելյան Գառնիկ ասում, մենք վախի մթնոլորտ ենք ստեղծել, վախացնում ենք, դուք գալիս եք ստեղից, ասում եք, դուք մեզնից վախում եք, դուք երիտասարդից վախում եք, դուք հայր մայրից վախում եք։ Ինչ վերաբերում է հայր մայր, երիտասարդ, այդ պաթոսային ձևակերպումներին եւ այլ, այդ դրանցից որ մեկն է ընդդատի է, ուզում եմ հասկանամ։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ հենց հիմա իմիջիալ Սերժի ժամանակ նստած, հենց հիմա էլ քրեակատարողական հիմնարկում նստած է հայր մայր, որը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Հիմա ինչ եք ուզում ասեք, պետք է չնստեր այդ հայր մայրը, որը պետությունն է փորձել դավաճանել, այսինքն կամ այդ ինչ նշանակում կանանց նկատմամբ եւ այլն, այսինքն կանայք մեղսունակ չեն, ինչ եք ուզում ասեք, սա վիրավորական է կանանց նկատմամբ, երբ որ կին լինելը բերում են որպես բան, փաստ, հիմնական փաստ ներկայացնում են նրա համար, որ կինը պետքա, չգիտեմ, հետապնդման չենթարկվի, չդատվի, այդ փողոցից եկած մտածողությունը վերջացրեք, կինը մեղսունակ է, կինը շատ լավ էլ հասկանում է իր գործողությունների հետևանքները, շատ լավ էլ գնում է գործողությունների, շատ հաճախ ձեզանից էլ լավ գիտակցելով, թե դրա հետևանքները ինչ են լինելու ու պատրաստ լինելով կրել դրա հետևանքների ամբողջ ծանրությունը։ Այնպես որ այստեղ կանանցից ու բաներից խոսալ մի խոսացեք, էլ չեմ ասում խայտարակ ձևակերպման մասին, որ ասում է երկու պետություններից մեկը հանձնեց։ Դուք լուրջ եք ասում, այսինքն պետության վարչապետի մասն եք խոսում, ուզում եմ հասկանամ, այդ պետությունը ինչի ձեր կողմից ճանաչված չէր, հասկանում եք, դուք բերում եք նույն հարթության վրա եք դնում չճանաչված պետությունը Հայաստանի Հանրապետության հետ, այդտենց պատկերացում ունեք Հայաստանի Հանրապետության մասին, խեղճ երեխեքին էլ եկավ տենց խառնեց, խայտարակեց, բան արեց, երեխեքն էլ այդ նույն մտածողությամբ գնալու են, սա էլ խոսքի հետևանքի անպատասխանատվությունն է։ Դուք երեխեքի մոտ տենց բան անելու համար, ռեյտինգ հավաքելու ինչ որ բաներ ցույց տալու համար խոսում եք բաներ, որոնք իրանց կյանքում իրականում կարող է հետո բարդույթներ ու խնդիրներ առաջացնեն, որտեղ այդ մտածողությունն է, որ երբեմն մեր համար էլ մինչև հիմա էլ երբեմն խնդիրներ ու խնդիրներ առաջացնում։ Ես մեծ հույս ունեմ, որ այս ընտրությունները իրականում անցնելու են շատ մրցակցային, շատ հավասար ու շատ արդար պայմաններում։ Ես դրանում կասկած չունեմ եւ դրա մասին խոսում ենք ոչ թե մենք, այլ խոսում անդիմությունը, որ ամբողջ հույսը դրել է այդ ընտրությունների վրա, որ միավորվում են էլ ես ինչեր են անում այդ ընտրություններում հաղթելու վրա, ոչ մեկ չի կասկածում, որ այդ ընտրությունները կեղծվելու են, այնպես որ ձեր արած աշխատանքը ոչ թե ավելի շատ է զեկույցներ, այլ Տիկին Թագուհի Թովմասյանի եւ Գառնիկ Դանիելյանի ելույթներ իրական ձեր աշխատանքի գնահատականը։ Շնորհակալ եմ։